Բարև սիրելի եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 12-րդ գլուխը։ Այսօր կանրադառնանք արդեն 3-րդ համարին, բայց ես կընթերցեմ առաջի համարից, որպեսզի որոշակի շաղկապը տեսնենք եւ հիշենք մեր անցած մյուս ձայնագրությունները։ Ընդհանուր առմամբ առաքյալը արդեն 12-րդ գլխից խոսում է կիրառականի մասին։ Կիրառական ասելով մենք ի նկատի ունենք առաքյալը կարծես թե դա չի նշանակում, որ այս հատվածներում առաքյալը որոշ դոգմատներ չի խոսում, որոշ վարդապետության սկզբունքների մասին չի խոսում, բայց մեծ մասամբ ինքն անդրադառնում է արդեն իսկ խոսացած վարդապետությունից արտադրված վարքին։ Այն կիրառական, այն քրիստոնեական պրակտիկան է, որը շատ կարևոր է, որովհետև այդ պրակտիկան իր մեջ ընդգրկում մեր հարաբերությունները, որով կամ Քրիստոսի մարմինը կշինվի եկեղեցին, կամ այն կարգելակվի, կամ եկեղեցին առողջ կլինի, կամ հիվանդ կլինի։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն անդրադառնալով արդեն կիրառականին վարքին, մենք պետք է տեսնենք, որ առաքյալը արդեն 1-ից մինչև 11-րդ գլխում խոսեց ավետարան։ Ուրեմն տեսեք, քրիստոնեական վարքի հիմքում, իսկ ինչից է արտադրվում իրական վարքը, որը Աստծուն հաճելի է, որտեղ առաքյալը խոսեց վերևում, հիշում եք Աստծո կամքի մասին, որպեսզի քննեք Աստծո կամքը, որը կատարյալը, բարին եւ հաճելին է։ Այսինքն որպեսզի մեր ծառայությունը, որ մեր անձերը որպես կենդանի զոհ, որը հենց երկրպագությունն է, դրված Աստծո զոհասեղանին Աստծուն հաճելի լինի, մենք պետք է ճանաչենք Աստծո կամքը, այսինքն այն պետք է լինի Աստծո կամքի համաձայն։ Եվ այստեղ արդեն առաքյալը անդրադառնալու արդեն 3-րդ համարում 4 կարևոր սկզբունքի, 4 կարևոր բաղադրիչների, որը մեզ ցույց է տալի, թե ինչպես ենք մենք ավետարանի համեմատ ծառայում։ Առաջինը մենք կանրադառնանք ավետարանի համեմատ մտածելակերպին, այսօր խոսենք այդ մասին 3-րդ համարում, հետո կանրադառնանք ավետարանի համեմատ նպատակին, իհարկե մեր նպատակները քրիստոնեական, որոնք մեզ մղում են առաջ, որին մենք նայում ենք, դա քրիստոնեական է կամ աստվածաշնչյան կամ ավետարանից են արտադրված, թե մեր անձնականն է, ներմուծված են կամ էյզեգեզ են արվել։ Մյուս ավետարանի համաձայն հիմք ունենք մենք թե չունենք եւ ավետարանի համեմատ սկզբունքներ։ Սա կամբողջացնի արդեն մեր ընկալումը, թե ինչ է երկրպագությունը կամ ինչ է ծառայությունը քրիստոնեական։ Որովհետեւ կա սխալ ընկալում, շատերի համար երկրպագությունը այն ուղակի սելներես երաշտության տակ օրորվել, շորորվել կամ որոշակի էքստազ արտահայտել, որոշակի զգացմունքային պորտկում ունենալ այդ պահին, սա է երկրպագությունը։ Սա երկրպագությունը չի։ Սա էքստազն է բնական մարդկային, որը մարդը շատ սիրում է, հաճելի է մարդուն, բայց իրականում ըստ Պողոս առաքյալի, ըստ Աստվածաշնչի, երկրպագությունը դա քրիստոնեական կյանքն է դրված Աստծո զոհասեղանին։ Դա առաքյալը ձեր մարմինները ներկայացրեք որպես կենդանի զոհ, այստեղ մարմիններ բառով ինքը նկատի չունի միայն մեր այս մարմինը, նկատի ունի մեր անձերը, մեր ամբողջ կյանքը դրվի Աստծո զոհասեղանին դրվել, դա նշանակում է պատկանելիություն Աստծուն, Աստծո սեփականը եղեք, այսինքն բայց կենդանի զոհ, ոչ թե մահացած, այլ կենդանի զոհ, այսինքն ձեր ծառայությունը անդադար Աստծո համար պտուղ բերի եւ Աստծուն հաճելի լինի։ Հիմա այս պարագայում որ առաքյալն անդրադառնում է, բայց առաջնային մենք կտեսնենք, որ այդ մեր կենդանի զոհ լինելու հիմքում ընկած է մեր Աստծո կամքի ճանաչողությունը, որի հիմքում էլ ընկած է մեր ավետարանի ճանաչողությունը։ Այսինքն որ ավետարանը մեզ առաջնորդում է իրեն համեմատ կամ մտածելակերպ կամ իրեն համեմատ նպատակներ ունենալու կամ իրեն համեմատ սկզբունքներ արտահայտելու կամ ինքը դառնում է մեր կյանքի հիմքը, ավետարանը։ Նորից եմ շեշտում, ավետարանը այն խտացված լուրն է Աստծո ողորմության մասին ուղղված եւ հեթանոսին եւ հրեային։ Ինչի առաքյալը շատ հաճախ մանավանդ Հռոմեացիս թղթում բոլոր թղթերում էլ օգտագործում եւ ոչ միայն Պողոս առաքյալն, այլ Պետրոսը եւ մյուս առաքյալները օգտագործում են այս հակաթեզիսը հեթանոսների եւ հրեաների, որովհետեւ հեթանոսների պարագայում կա աստվածճանաչության պակաս։ Եվ ըստ դրա կարա մարդու մոտ հասկացողություն գա, թե հեթանոսները Աստծուն չեն ճանաչում, իհարկե նրանք մեղքի մեջ են։ Իսկ այ հրեաները, որոնք ունեն օրենք, որոնք ճանաչում են ճշմարիտ Աստծուն, այ նրանք ուրիշ են, ոչ նրանք էլ ուրիշ են, որտեղ առաքյալը, եթե առաջի գլխում դատապարտության տակ է դնում հեթանոսներին, երկրորդ գլխում անպայման դատապարտության տակ է դնում հրեաներին, ասելով, որ օրենք ունեցողը չի որ արդարանում, այլ օրենքը կատարողը։ Իսկ երրորդ գլխում ասում է, չկա մեկը, որ կարողանա այդ օրենքը կատարել, որտեղ չի տրվել մի այնպիսի օրենք, որը կատարելով մարդը կարա փրկվի։ Այդ տրվել է մի այնպիսի օրենք, որը մարդուն ուղղակի ցույց է տալի, որ դու մեղավոր ես եւ անկարող եւ շնորհքի կարիք ունես կամ Քրիստոսի փրկության կարիք ունես։
Ուրեմն ամեն դեպքում սա ընդհանուր ավետարանն է, որը եթե մի բառով խոսենք, այն խտացված Աստծո առատ ողորմությունն է մարդու կյանքի բոլոր ոլորտներում, իհարկե վերստին ծնված մարդու քրիստոնյայի։ Հիմա այս կյանքում եւ ավետարանը հանդիսանում է մեր վերստին ծնունդի հիմքը, սկիզբը եւ նաեւ մեր սրբացման ընթացքի առաջնորդողը։ Այսինքն ավետարանն է եւ մեր այդ բոլոր քրիստոնեական կյանքի երեք փուլերը, փրկությունը, սրբությունը եւ փառք մտնելը, բոլորն էլ ավետարանը հիմքը, բոլորի հիմքում էլ ընկած է ավետարանը, Աստծո ողորմությունը, Աստծո շնորհքը։ Հիմա եկեք անդրադառնանք եւ ես կընթերցեմ առաջի համարից եւ կանադանանք արդեն երրորդ համարին եւ այս երրորդ համարի մեջ կտեսնենք այս 4 բաղադրիչները, որը ավետարանի հայմատ ծառայությունը ընդգրկում։ Այսինքն մենք այս երրորդ համարի մեջ շատ բան կտեսնենք։ Բայց շղկապը շատ կարևոր է, որովհետեւ առաջի հենց համարից առաքյալը ասում է արդ, ուրեմն եւ այսպես, այսինքն ինքը ինչ որ մի բան ասեց 1-ից մինչեւ 11-րդ գլխում, դրանից արդեն ինքը հետևում է, որ եւ այսպես եւ ուրեմն, այսինքն եթե սա իմացաք, ուրեմն աղաչում եմ ձեզ, նայեք բառը Աստծո ողորմությունով, այսինքն եթե խոսեցի ձեզ Աստծո ողորմության մասին, այդ նույն ողորմությունով խնդրում եմ այսպես վարվել։ Արտաղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ եւ Աստծո ընդունելի պատարագ զոհ, որը ձեր բանավոր պաշտոն է կամ որը ձեր հասկացողությունով, մտածելակերպով պաշտոն է կամ ծառայությունն է։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը, որովհետեւ այսրանից հետո արդեն անդրադառնալու ենք երրորդ, որովհետեւ այս որովհետեւը նույնպես կարևոր շղկապ է։ Ինչ ասեց վերևում առաջի համարում։ Մի բա ուղղակի եկեք էքսպոզիցիան եք, ավելի կարճ, շատ կարճ։ Աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, քանի որ Աստծո ողորմության մասին խոսեցի, այդ նույն ողորմությունով խնդրում եմ ձեզ, որ ձեր անձերը, ձեր կյանքերը դնեք Աստծո զոհասեղանին, այսինքն ձեր անկերը Աստծո առաջ դնեք որպես սեփականություն, եւ այն օգտագործվի Աստծո փառքի համար, եւ որպիսի սա լինի, սա ձեր ընդհանուր հասկացողությունով ծառայություն կլինի, ձեր կյանքը հանդիսանում է հենց ծառայություն։ Այսինքն երկրպագությունը դա օրոշորվելը չի այդ ժամի մեջ, երաշտության կամ ինչ-որ զգացմունքի արտահայտությունով, այլ ձեր ընդհանուր կյանքն է սրբությունով դրված Աստծո համար պտուղ բերելու առումով։ Սա է երկրպագությունը։ Ձեր կյանքը հանդիսանում է Աստծո առաջ երկրպագություն։ Հիմա եւ մի կերպարանվեք, կա ազդեցություն, այսինքն քանի որ դուք այս աշխարհի մեջ եք, կա ազդեցություն, որ այս աշխարհը կսկսի ազդել ձեր երկրպագության կերպեր կառաջարկի, ձեզ ծառայության կերպեր կառաջարկի, այսինքն ձեզ մտածելակերպ կտա որոշակի, կազդի ձեր մտածելակերպի վրա, ձեր վարքի վրա աշխարհը։ Մի կերպարանվեք, ասում եմ, մի ընդունեք դա, այլ դուք գիտեք որն է Աստծո կամքը, որը կատարյալ, բարին եւ հաճելն է, ձեր մտքի նորոգության մեջ կա այդ կամքը, դուք արդեն դրան տեղեկացաք։ Այդ կամքի համաձայն ձեր կյանքերը նորոգեք, այդ կամքի համաձայն ձեր վարքը առաջնորդեք։ Եվ հետևից անմիջապես, որովհետեւ Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին։ Բան չմտածել, նայեք, որովհետեւ Աստծո ողորմությունով, որ ինձ տրված է, ինքը միշտ անդրադառնում Աստծո ողորմության շնորհքին, որովհետեւ Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամեն մեկին։ Բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։ Մենք կանադանանք, որտեղ այս հատվածի վրա այնքան սխալ մեկնաբանություններ կա, այստեղ հավատքի չափի մասին խոսք կա, Աստծո բաժանելու մասին խոսք կա։ Մենք կանադանանք ինչի նկատի ունի առաքյալը։ Եթե պարզ, ավելի պարզ խոսքերով ասենք, երբ որ մեկը դառնում է Քրիստոսի մարմնի անդամ, այսինքն եկեղեցու անդամ, այսինքն տիեզերական փրկված անձ, վերստին ծնված անձ, Աստված անպայման այդ անձին տալիս է որոշակի շնորհք, որոշակի կամ շնորհքի արտահայտություն, որոշակի պարգև, որով ինքը ծառայում է իր կյանքով եկեղեցուն։ Այսինքն այդ ծառայության համաձայն էլ Աստված տալիս է անձին հասկացողություն, մտածելակերպ, եւ այդ ծառայությունը, որի մեջ Աստված նրան կանչել է, որոշակի տեղ է զբաղեցնում Քրիստոսի մարմնի շինության համար։ Այդ որոշակի տեղը ունի իր որոշակի կարևորությունը, այսինքն ինքը այդ ընթացքի Քրիստոսի ընդհանուր մարմնի շինության մեջ որոշակի հատված Աստված իրեն է տվել։ Բայց առաքյալն ասում է զգուշ եղեք, որ չլինի, որ այդ հատվածը այնքան կարևոր է, որ ձեզ թվա թե ամբողջ Քրիստոսի մարմնի առաջնորդությունը դուք եք անում։ Այսինքն շատ չկարևորեք ձեր ծառայությունը,
այլ կարևորեք այնքան, ինչքան որ Աստված տվել է ձեզ այդ բաժինը։ Այստեղ շատ կարևոր է սա հասկանալ։ Ես անդրադառնալու եմ սրա, բայց ինչպես մենք պետք է կարևորենք։ Առաջնային առաքյալն ասում է, եթե դուք չմտածեք ավետարանի համեմատ, այն չի լինի։ Ավետարանի համեմատ մտածելակերպը կօգնի մեզ, որպեսզի մենք չհպարտանանք մեր ծառայությունով, այսինքն մեր չափաբաժինը չգերագնահատենք մեր կարևորությունը Քրիստոսի մարմնի մեջ, չարժեքավորենք ավելին, քան Աստված այն տվել է, եւ ոչ էլ թերագնահատենք, այսինքն ասենք Աստված չի կարա մեր միջոցով ինչպես կարող Աստված անի։ Այսինքն այստեղ կա երկու այդ ծառայությունները, որին մենք անդրադառնանք։ Առաջին նորից եկեք ես ավելի բարձ ձեզ ասեմ, որպեսզի չխճճվենք, որտեղ բարդը ընդհանուր ինչով է բարդությունը։ Այդ բարդությունը եւ հանդիսանում է մեզ համար օգտակար հեշտ եւ նաեւ բարդ։ Ինչով է հեշտ։ Հեշտ է, քանի որ մենք արդեն ունենք նախորոք բոլոր սկզբունքները, դոկտրինները, ինչի մասին խոսել է առաքյալը։ Այսինքն մարդու կյանքում ինչպես է կիրառվել Աստծո ողորմությունները տարբեր կերպերով։ Ինչպես է դատապարտությունից ազատել, ինչպես է մարդուն ինչ միջոց է տվել մարդուն Քրիստոսին դառնալու հավատքի մասին, ամեն ինչի մասին խոսել ենք։ Սա որոշակի առումով հեշտ է, որ մենք հիմա խոսում ենք, բայց նաև բարդություն է, որ այս ամենի արդյունքում պետք է տեսնենք ինչն է առաքյալն ավելի առաջնային դնում, ինչն է կարևորում։ Եվ այստեղ տեսեք, առաքյալը կարա չէ, հենց արդեն իր նամակը սկսի կիրառականից, մեր վարքերից, բայց առաքյալը չի խոսում այդ մասին։ Առաքյալը սկզբում խոսեց դատապարտության մասին հենց առաջի գլխից, հետո բերեց հասցրեց այն սկզբունքին, որ մարդը Քրիստոսով է փրկվում։ Եվ հիմա արդեն Քրիստոսով փրկվող մարդու կյանքում առաքյալը ներկայացնում է վարք, որի հիմքում դնում է ավետարանի համեմատ մտածելակերպը։ Այսինքն եթե այս 12:1-ից մինչև 11-րդ գլխում խոսած Աստծո ողորմությունը չի նորոգել ձեր միտքը, ձեր հասկացողությունը, դուք չեք ունենա ճիշտ մտածելակերպ ձեր անձի մասին։ Ճիշտ չեք գնահատի ձեր դերը եկեղեցում։ Այն կբարձրացնեք կամ կցածրացնեք։ Այս մասին է խոսքը։ Եկեք անդրադառնանք արդեն երրորդ համարին, նորից կընթերցենք երրորդ համարը եւ արդեն կսկսենք ամբողջացնել այդ 4 կարևոր բաղադրիչների մասին։ Ավետարանի համաձայն ծառայությունը ընդգրկում է առաջինը ավետարանի համաձայն մտածելակերպ, երկրորդը ավետարանի համաձայն նպատակ կամ ավետարանի համեմատ նպատակ, ավետարանի համաձայն հիմք եւ ավետարանի համեմատ սկզբունքներ։ Այս 4 կարևոր բաղադրիչները ամբողջացնում են մեր ծառայությունը համաձայն ավետարանի։ Եվ այսպես, եկեք ընթերցենք նորից երրորդ համարը, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել։ Ուշադիր եք, այս հատվածում, այս փոքրիկ հատվածում առաքյալը 3 անգամ օգտագործում է մտածել բառը, ֆրոնեո։ Եվ ինքը օգտագործում է 3 կարևոր բառ ֆրոնեո բառի հետ։ Հիպերֆրոնեո կամ դուք գիտեք, չէ՞, հիպեր, այսինքն իպարֆրոնեո, կուպեր, սուպեր կամ հիպեր, բարձր, գեր, հիպերֆրոնեո, գեր մտածելակերպ, հետո ֆրոնեո, մտածելակերպ, հետո առավել իջացնում է ավելի նան կամ սոֆրոնեո, որ նշանակում է ոչ թե ցածր մտածելակերպ, թերի մտածելակերպ ձեր մասին, այլ սոֆրոնեո, ողջամիտ մտածելակերպ, ճիշտ մտածելակերպ։ Հունական մշակույթի մեջ սնապարտության կամ ձեր մասին բարձր կարծիք ունենալու հակաթեզիսը ձեր մասին ցածր կարծիք ունենալը չի, այլ ճիշտ կարծիք ունենալն է։ Մենք կանդրադառնանք ծայրահեղությունների, մեր հասկացողության մեջ ծայրահեղությունը մեր մասին մեծ կարծիք ունենալ, այսինքն մեր անձը կարևորել կամ մեր անձը չկարևորել կամ մեր անձը չգնահատել։ Այսինքն սա երկու ծայրահեղություններն է՝ գերագնահատել եւ թերագնահատել։ Հունարեն ընկալման մեջ թերագնահատել բառը չի օգտագործում առաքյալը, այլ ողջամիտ գնահատել, ճիշտ գնահատել բառն է օգտագործում։ Կարծես թե առաքյալն ասում է՝ մի գերագնահատեք ձեր արժեքը, այլ ճիշտ գնահատեք ձեր արժեքը, այն չափով, որ Աստված ձեզ դրել է այդ հատվածի մեջ Քրիստոսի մարմնի շինելու համար։ Ուրեմն այս հատվածում առաքյալն օգտագործում է 3 կարևոր, նորից եկեք ընթերցենք, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, հիպերֆրոնեո, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, ֆրոնեո, այլ ֆրոնեո, այլ մտածել պարկեշտ, սոֆրոնեո, կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։
Սա շատ կարևոր է։ Առաքյալը 4 անգամ օգտագործում այս ֆրոնե մտածելակերպ բառը։ Սա նշանակում է ընդհանուր հերմենևտիկայի հասկացողության մեջ այն բանալի բառը, այսինքն այն արտահայտում է գլխավոր միտքը, մտածելակերպի հետ է կապված։ Առաջի բանը, տեսեք, առաքյալը երբ որ անմիջապես անդրադառնում է վարքին, առաջինը անդրադառնում է մեր մտածելակերպին։ Այն ավետարանի համեմատ պիտի լինի, այնպես ինչպես Աստված բաժանեց ամեն մեկին, այսինքն այն չափը, որ Աստված տվեց քեզ, այդ չափի մեջ մնա մտածելակերպի մեջ, ոչ թե վերև։ Սա ավելի երաժշտական սկզբունքի հետ է կապված։ Երբ որ դուք մի նոտա դաշնամուրի վրա նոտան խփում եք, դուք կարաք բարձր նոտա խփեք եւ կարաք ցածր նոտա խփեք։ Առաքյալը ասում է բարձր նոտաներ մի խփեք։ Այսինքն ձեր մասին բարձր մի մտածեք, ձեր մասին ճիշտ կարծիք ունեցեք, ով եք դուք, ոչ թե բարձր կարծիք ունեցեք, այլ ճիշտ կարծիք, ոչ էլ ցածր կարծիք, ճիշտ կարծիք, այն ողջամիտ սոֆրոնեյով բառն։ Տեսեք, որպեսզի հասկանանք ավելի շատ։ Հունարեն բնագրում սա ավելի պարզ է երևում, այսինքն այստեղ 4 նմանատիպ բառ է օգտագործում։ Ֆրոնեյո, որը նշանակում է մտածելակերպ, հասկացողություն ձեր անձի նկատմամբ։ Ինչպես եք դուք ձեզ ընկալում, ֆրոնեյո։ Ասում է, մի մտածեք ձեր մասին բարձր, որ հիպերֆրոնեյո կամ կուպեր, այդ գիպեր բառը ձեզ առավել ծանոթ է։ Մտածել բարձր, մեծ, մի մտածեք սվերխտավո, սա ավելի պարզ կալեբրդի, այլ մտածեք սոֆրոնեյո, այսինքն մի մտածեք, այսինքն մի ֆրոնեյո, հիպերֆրոնեյո, այլ ֆրոնեյո, սոֆրոնեյո, այլ մտածեք ողջամիտ։ 4 անգամ առաքյալն օգտագործում է ֆրոնեյո, մտածել բառ։ Ես չասեք իմ արմեն եղբայրը շատ խոսեց, սա ամենակարևորն է, որովհետև հիմա մենք անդրադառնալու ենք ինչպես մենք կարանք տեսնենք, իրականում մենք ավետարանի համարմատ ենք մտածում, թե բարձր ենք մեր մասին մտածում։ Որոշակի արտահայտություններ, որոշակի հատվածներ մենք կնենք, որտեղ կտեսնենք, թե ինչպես է արտահայտվում մեր անձի նկատմամբ մեր արժեքը կարևորելը, ինչ շատ նուրբ կետերի մեջ է այն երևում։ Մենք անդրադառնանք որոշակի սկզբունքի։ Այսինքն այս հատվածում առաքյալը խոսում է մտածելակերպի ձևի մասին, ինչպես մտածել եւ ինչպես չմտածել։ Ինչպես մենք պետք է մեր անձի մասին մտածենք կամ մեր անձի արժեքը ինչ չափով պիտի մենք ընկալենք։ Ինչպիսի կերպով, ինչպիսի դիրքից եւ կարգավիճակից, այն նաստրոյ, այսինքն ճիշտ լադի վրա, ճիշտ նոտան հարվածենք, ոչ թե բարձր նոտաների վրա։ Սա շատ կարևոր է։ Եվ այսպես մեր ծառայության հիմքում ընկած է մեր ճիշտ մտածելակերպը մեր մասին, որպեսզի մեր ծառայությունը Քրիստոսի մարմնի մեջ, որտեղ մեր ամեն մի ծառայություն ինքը որոշակի հարաբերություն է մյուսների հետ, որպեսզի մեր ծառայությունը ճիշտ լինի եւ շինություն բերի, հիմքում ընկած է մեր անձի մասին ճիշտ մտածելակերպ։ Առաքյալը սրան արավ, որովհետև Աստծո շնորհքով ասում եմ, ինձ տրված ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել։ Եթե բարձր մտածեք, դուք շինություն չեք անի, կքանդեք։ Եվ ես ցույց կտամ ձեզ ինչքան ոլորտներ կա, որ քանդվում են այս ոչ ավետարանի համեմատ մտածելակերպի բացակայության պատճառով։ Եկեղեցիներ քանդվում են։ Մեկ ծառայող կարա ունենա ոչ ավետարանի համեմատ մտածելակերպ, ամբողջ եկեղեցին քանդ ու քարապանի։ Մանավանդ որ մի քանի հոգի ծառայողներ լինեն ոչ ավետարանի համեմատ մտածելակերպ ունեցողներ, այն ուղղակի հիվանդ եկեղեցի կլինի։ Դրա համար եկեղեցու առողջությունը, որը արտահայտում է եկեղեցու միջի հարաբերություններով, այն ուղղակի կապված է մեր ավետարանի համեմատ մտածելակերպին, որքանով է Աստծո ողորմությունը ներգործել մեր մտածելակերպի վրա եւ որքանով է մեր մտածելակերպը ճիշտ ներկայացնում մեր անձի արժեքը Քրիստոսի մարմնի շինության մեջ։ Այս է կարևոր սկզբունքը։ Եվ այսպես, եկեք անդրադառնանք արդեն սրան։ Այս ճիշտ նաստրոյը, ճիշտ լարի հնչյունների ձևավորումը ավելի կառաջնորդի շատ եկեղեցիների խնդիրների լուծման կամ շատ եկեղեցում խնդիրների առաջացման։ Սա կարևոր է, տեսեք, առաջի հերթին մենք կանդրադառնանք մեր անձի գերագնահատման սկզբունքին։ Ինչ է նշանակում գերագնահատել։ Նշանակում է մեր անձի մասին չունենալ ճիշտ հասկացողություն, ճիշտ կարծիք, ինչն ի նկատի ունենք ճիշտ ասելով, այն արժեքը, ինչ որ Աստված է մեզ տվել։
Այսինքն մեր անձի մասին չմտածենք այնպես, ինչպես Աստված է մեզ տեսնում, այլ մեր անձի մասին մտածենք այնպես, ինչպես մենք ենք մեզ տեսնում։ Այս սա ամենավտանգավորն է։ Մենք մեր անձի մասին պետք է ունենանք ճիշտ մտածելակերպը, ինչպես Աստված է մեր մասին մտածում։ Ով ենք մենք ըստ Աստծո, բայց ոչ թե ով ենք մենք ըստ մեզ։ Այս սա ամենակարևորներից է։ Իմիջիայլոց շատ ծառայողներ կորցնում են իրենց ծառայությունը եւ դառնում են բացասական վկայության տեր, հենց այս պատճառով։ Նրանք ընկնում են տարբեր մեղքերի մեջ եւ իրենց վկայությունը ընդհանուր եկեղեցուն բացասական են անում հենց այս պատճառով, որտեղ հենց սկզբից իսկ չեն ունեցել ավետարանի համեմատ մտածելակերպ։ Շատերի համար Քրիստոսի անունը տալը, Աստվածաշնչյան որոշակի հատվածներ անգիր իմանալը, Աստվածաշնչյան որոշ սկզբունքներ, ճշմարտություններ իմանալը բավարար է համարվում ծառայություններ անելու համար։ Սա բավարար չի սիրելիներ, սա ուղղակի խաբկանք է։ Ծառայությունը որպես Աստծո համար պտուղ բերող շինություն անելու համար, այդ ծառայությունը հիմքում պետք է ունենա ավետարանի համեմատ մտածելակերպ։ Հիմա երբ որ մենք կանրադառնանք որոշակի հատվածների եւ արտահայտություններ ցույց կտամ, թե ինչպես է երևում, որ անձը ավետարանի համեմատ չի մտածում, դուք շատ լավ կտեսնեք։ Միգուցե ամեն մեկս մենք այս հատվածներում ինքներս մեզ տեսնենք։ Եվ տա Աստված, որ ամեն մեկս ունենք որոշակի ապաշխարություն անկեղծ Աստծո առաջ եւ մեր անձը փոխենք, այսինքն մեր անձի մասին ճիշտ կարծիք ունենք, այսինքն ունենանք սոֆրոնեո, ողջամիտ ընկալում, ով ենք մենք ընդհանրապես այս ծառայության մեջ կան։ Եկեք անդրադառնանք, ուրեմն առաջին առաքյալն անդրադառնալու է երկու ծառայությունների՝ չունենալ գերագնահատում եւ չունենալ թերագնահատում, այլ ունենալ ճիշտ գնահատում։ Սա կարևոր է եւ շատ ծառայողների հենց անկման հիմքում ընկած է ճիշտ ավետարանի համեմատ չմտածելը։ Ուրեմն առաջինը, կարող ենք մեր նշանակությունը գերագնահատենք կամ ավելի բարձրացնենք, եւ երկրորդ կարող ենք մեր նշանակությունը թերագնահատենք, այսինքն չարժեքավորենք, ասենք ոնց կարա Աստված մեր միջոցով այն անի։ Սա նույնպես թերարժեքություն է։ Առաքյալը սա նույնպես համարում է ծայրահեղություն։ Երկու ծայրահեղություններ կա՝ գերագնահատել եւ թերագնահատել, բայց առաքյալը ասում է ոչ գերագնահատեք, ոչ թերագնահատեք, այլ ճիշտ գնահատեք։ Ողջամիտ ծայրահեղություն։ Տեսեք, այս ծայրահեղության առաջինը գերագնահատել, բարձր, քո մասին իրականույց ավելի բարձր մտածել։ Մի բարձրացրեք ձեր դերը, մի կարևորեք ձեր դերը, մի արժեքավորեք ձեր դերը ավելին, քան այն Աստվածը։ Մի մտածեք այսպես. ինչու այն կարող արտահայտվել, ինչու կարա այն արտահայտվի, ինչպես են այս ամենը մտածելակերպի մեջ ինչպես է արտահայտվում։ Սա կարելի է որ անենք, որտեղ տեսեք, ամեն մեկս ունենք որոշակի ծառայություն, որոշակի տեղ եկեղեցում, եւ հիմա եկեք անդրադառնանք որոշակի հատվածների, որ հենց սա ցույց կտա։ Այսինքն մեր ընդհանուր հոգեվոր կյանքի ընկալման մեջ եկեք տեսնենք մեր կյանքում ինչպիսի մտածելակերպ ունենք մենք մեր մասին։ Տեսեք, մարդը, ով մտածում է իր մասին ավելի քան պետք է, առաջի կարևոր հատկությունը։ Մարդը, ով մտածում է իր մասին ավելին կամ հիպերֆրոնեը, ունի սխալ ընկալում իր մասին, առաջին հերթին ի՞նչն է անում, այն խանդում է իր հեղինակության համար։ Անձը ունի խանդ իր հեղինակության, իր հռչակի համար։ Սա դուք շատ պարզ կարաք տեսնեք։ Նա տեսնում է իրեն կարևոր ծառայող, որի վրա դրված է բոլոր ծանրությունը։ Ինքն է առաջ տանում։ Ինքն է միշտ ամեն ինչում կարևորը։ Առանց իրա ծառայությունը չի ստացվի։ Սա ցույց է տալի, որ անձը ունի հիպերֆրոնեո, բարձր մտածելակերպ կամ բարձր կարևորություն է տվել իր ծառայությանը, ոչ այն չափը, որ Աստված է տվել։ Այսինքն առաջինը, մարդը ով մտածում է իր մասին ավելին քան պետք է, խանդում է իր հեղինակության համար։ Այս մարդիկ շատ հաճախ կտեսնեք, իրանք միշտ հավաքվում են հեղինակավոր մարդկանց շուրջը։ Իրանց միշտ կտեսնեք հեղինակավոր մարդկանց մոտ են կանգնած, նրանց հետ են նկարվում,
հռչակավոր, հեղինակավոր, եթե ասեք եթե գալիս է ինչ-որ մի հեղինակավոր քարոզիչ կամ հովիվ, միշտ կտեսնեք ինքը նրա կողքին է, նրա հետ է մանգալի, նրա հետ է նստում, եւ միշտ կտեսնեք ինքը միշտ խուսափում է նրանցից, ովքեր եկեղեցում ունեն վատ հեղինակություն, որոշակի խնդիրներ ունեն, նրանց մոտ իրանք չեն կանգնում, ինչի, որտեվ իրանց հեղինակությունը կարա վնասվի, նրանք միշտ այն մարդկանց մոտ են կանգնում, նկարվում, նրանց որոնք ավելի հեղինակավոր են։ Սա հատկությունն է, որ անձը իր անձը կարևորում է։ Սա ոչ ավետարանի համաձայն մտածելակերպ է։ Նրա ընդհանուր ծառայության մեջի հոգսը ոչ թե Քրիստոսի մարմնի շինությունն է, այլ իր հեղինակությունն է։ Այսինքն այդ ծառայության մեջ իր հեղինակությունը ընկավ, թե բարձրացավ, թե մնաց նույնը։ Նորից նրա ընդհանուր, տեսեք, սա խանգարում է Քրիստոսի մարմնի շինությանը։ Ինքը այդ ծառայությունը անում է, բայց այդ ծառայության մեջ նրա գլխավոր շեշտը ոչ թե նրա վրա է, որ ինքը այդ ծառայությունով եկեղեցուն Քրիստոսի մարմնի շինություն եղավ օգնեց, այլ իր հեղինակությունը։ Հիմա եթե նույնիսկ շինություն եղավ, ինքը ոչ թե մտածում այդ շինության մասին, այլ այդ շինության պատճառով իր հեղինակությունը բարձրացավ, թե իջավ, թե մնաց նույնը։ Սա այդ ավետարանի համեմատ մտածելակերպ չունեցող անձն է, ով կարա ծառայության մեջ լինի։ Սա առաջի կարևոր հատկությունը։ Օրինակ, նորից արդեն ես ասեցի, նա միշտ կտեսնենք ավելի գնում այնտեղ, ինչը միշտ կբարձրացնի իր հեղինակությունը, ինքը շփվում է մարդկանց հետ, որը կբարձրացնի իր հեղինակությունը, իր արժակը։ Օրինակ, շատ հաճախ ինքը կարա խոսքերի մեջ, դուք տեսնեք իր խոսքերի մեջ ինքը կարա ասի, որ ինձ նաև այնտեղ էլ են ճանաչում, ինձ Ամերիկայում էլ գիտեն ինձ։ Այսինքն սա ինչ է ցույց տալի, ինքը արդեն խոսում է ինձ ճանաչում են։ Նրա համար կարևորագույնը իր անձին ճանաչելը, ճանաչողությունը։ Այսինքն իր համար կարևոր չի։ Ավետարանի համեմատ մտածելակերպը միշտ մղում է մարդուն շինության, անելու շինություն։ Ինքը ոչ մի նշանակություն չի տալի իր մասին կճանաչեն, չեն ճանաչի, իրան հեղինակություն կտան, չեն տա։ Ինքը միշտ ուզում է անի, նույնիսկ ինքը ավելի լավ գերադասում է չերևա, բայց անի։ Իսկ այն անձը, ով իրականում հիշում եք առաքյալն ասում է, ինչ լավ եղավ, որ մի քանի հոգու մկրտեցի, որտեվ արդեն ասում եք ես Պողոսյան եմ, ոնց կարեք Պողոսյան ձեզ փրկե, Պողոսյան ձեզ համար խաչվե, ես Պողոսյան եմ։ Այս մարդիկ ուզում են կոչվեն Պողոսյան։ Նրանք բառացի չեն ասում, նրանք արդեն այդ խորամանկությունը ունեն, իրանք հասկանում են, որ այդ բառը կարա արտահայտվի հպարտություն, նրանք այդպես չեն ասում, բայց չասելով նրանք այդպես ներքին մտածում են։ Այսինքն ինքը կարա այս մարդկանց մոտ նաև կա հատկություն, որ նրանք կարան ինչ որ առումով իրանց բարերով ցածրացնեն, խոնար, ասեն ով են ինձ այդքան կարևորություն մի տվեք, բայց նրանք այդպես ասելով, այդպես չեն մտածում, նրանք հակառակն են մտածում։ Եվ շատ հաճախ, երբ որ դրանից չէ, դուք կարևոր եք, ինչ եք ասում, ոնց է, նրանք արդեն ասում են, հա, դե լավ, այսինքն համաձայնում են, ասեն նրանց մոտ կա նույնիսկ այս կեղծ խոնարհությունը, որը նույնպես ծառայում է իրենց հեղինակությանը։ Սա այսպես ոչ ավետարանի համաձայն մտածելակերպն է։ Սա կարաք դուք տեսնեք նաև Աստվածաշնչյան տարբեր հատվածներում, օրինակ Հոբի գրքում կարաք տեսնեք, եթե ընդհանուր Հոբի պարագան տեսնենք, Հոբի գրքում մենք շատ ենք, օրինակ մեր կենտրոնի եկեղեցում մենք ամեն առավոտ ընթերցում ենք Հոբը եւ Հոբը ես մինչև այդ չէի անդրադարձել Հոբին այդքան խոր ուսումնասիրությունով, բայց ինչքան Հոբի գիրքը կարդում ես, այնքան տեսնում ես ինչքան կարևոր է վարք հասկացողությունը։ Հոբի գրքում ամեն բան արտահայտվում է, ասենք նրա, ասենք ունեն այդ մխիթարիչները, ընկերները, ճակերտավոր մխիթարիչները, որոնք գալիս են ընկած անձին Հոբին մխիթարելու, եւ նրանց մխիթարությունը վերածվում է ինչի, վերածվում է ավելի դատապարտության, վերածվում է, այսինքն նրանք Հոբին օգտագործում են որպես չափանիշ կամ որպես առարկա իրենց անձը արդարացնելու, իրենց անձը բարձրացնելու։ Այսինքն քանի որ Հոբը այդ կարգավիճակի մեջ է, ուրեմն Հոբը մեղավոր է։ Իսկ քանի որ իրենք այդ հալածանքը չեն կրում, ուրենք իրենք Աստծո առաջ արդարներ են, քանի որ իրենք առողջ են։ Այսինքն այս սկզբունքի մեջ շատ պարզ երևում է, թե նրանք, որոնք մոտենում են Հոբին մխիթարելու առումով, ինչ մտածելակերպ ունեն, նրանց ուշադրությունը Հոբի ցավերը փարատելն է, Հոբին մխիթարելն է, թե իրենց անձը Հոբի միջոցով բարձրացնելը։
ճիշտ ընկալեցիք, այսինքն նրանք ավելի հեղինակության հոբին օգտագործում են իրենց հեղինակության, իրենց դոկտրինը ավելի են կարևորում, վարդապետությունը ավելի են կարևորում, արդարությունը կամ Աստծո փոխհատուցումը կոնկրետ ֆիզիկական կյանքի մեջ։ Ըստ Հոբի դարաշրջանում այդ աստվածահայտության ամբողջությունը չկա։ Նրանց համար մահվան շրջանը կամ մահը դա ուղղակի հանգիստ է եւ անբարիշտի եւ արդարի համար։ Հանգիստ է։ Նրանք չեն ընկալում Աստծո արքայություն, դեռ այդ սկզբունքը հայտնված չի նրանց, բայց այս օղակներում նրանց որոշակի չափաբաժին հայտնված է ով Աստված եւ հայտնված է Աստծո փոխհատուցումը։ Դա համար նրանք ընկալում են Հոբին, որ այդ հալածակները կրում է, Հոբին ընկալում են որպես մեղավոր։ Եվ ասում են արդարը, ուրեմն դու ինչ-որ մի մեղք գործել ես եւ կեղծավոր ես, չես խոստովանում քո մեղքը։ Ասա, որ Աստված քեզ այդ վիճակից հանի, բայց Հոբն ասում է ես ոչինչ չեմ արել։ Այսինքն նրանց հասկացողության մեջ դեռ չկա, որ արդարը նույնպես կարող հալածվի, որտեղ Աստծո նպատակները ունեն այդ անձի նկատմամբ այդպիսի ծրագիր։ Հիմա նրանց մոտ այդ հայտնությունը դեռ չկա, եւ նրանք Հոբին սկսում են, բայց Հոբին օգտագործում են իրենց արդար ներկայացնելու համար։ Այստեղ նույն այս սկզբունքը կա, որ անձը փորձում է իրեն ներկայացնի արժեքավոր ավելի, օգտագործումը ամեն բան։ Դրա համար ես ասի ձեզ, այս մարդիկ, նրանք, որոնք ունեն որոշակի եկեղեցու կողմից որոշակի քննադատություն, այդ մարդկանց կողքը չեն կանգնում։ Ինչի, որտեվ կարա իրենց հեղինակությունը վնասվի, որտեվ նրանց ուշադրությունը հեղինակությունը, տեսեք, առաջի կարևոր կերպը, որով արտահայտվում է ավետարանի համեմատ մտածելակերպ չունենալը, դա անձը իր հեղինակության համար խանդում է միշտ։ Ես հիմա մի քիչ խոսեմ ավելի։ Եկեք անդրադառնանք 2 Կորինթացիս 4:2-ին, տեսեք, առաքյալը խոսում է իր ծառայության, պաշտոն բառը այստեղ ծառայությունն է, որ Աստծոց ստացել են ողորմությունով։ Տեսեք բառերը, սրա համար 2 Կորինթացիս 4 ես կընթերցեմ առաջամերձ։ Սրա համար, նույնպես սրա բառը ցույց առաջից ինքը շատ կարևոր բաներ ասեց։ Ժամանակը խնայելու համար չեմ անդրադառնում ընդհանուր համատեքստին։ Սրա համար այս պաշտոնն ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, սրա համար, ուրեմն եւ այսպես, посему, имея по милости, սրա համար Աստծո ողորմությունով ծառայություն ունենալով, տեսնում եք, իրենք իր ծառայությունը ումից անկալում Աստծուց, ինչպես իրան ողորմությունով ատել է։ Պողոսն ասում է, որ ես արժանի չեմ, որ Աստված ինձ այդ ծառայության մեջ դրել է, դա ողորմությունով է ինքը ինձ դրել։ Ես արժանի չեմ, դա ինձ ինքը ողորմել է։ Սրա համար այս պաշտոնը, տեսեք, ավետարանի համեմատ մտածելակերպն է, ճիշտ, այսինքն Աստծո ողորմությունը ճանաչելով, ինքը ճանաչել է ով է ինքը, եւ հիմա այդ մտածելակերպի համաձայն է ծառայում։ Վարքը իր այդ մտածելակերպն է ուղում, դրա համար ինքը բոլորին հաճելի, դա համար ինքը հաճելի է Աստծուն։ Սրա համար այս պաշտոնը ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում։ Ինչի, որտեղ Աստծո ողորմությունով ստացել ենք մի բան, որին արժանի չենք, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, Ինչի մասին է խոսում առաքյալը։ Ամոթալի ծածուկ բաները դա մարդկային վարքն է, մարդու շահի մղումով արած, դրանք մենք մերժել ենք, ասում է։ Մեր հեղինակությունը չենք փնտրում, ամոթ է, մենք չունենք դա։ Ամոթալի ծածուկ բաները մերժել ենք եւ խորամանկությամբ չենք վարվում, խորամանկություն չենք անում, այսինքն այնպես չի, որ մի բան ենք անում, որ մեր հեղինակությունը բարձրացնենք, բայց կեղծ ձևով մեզ խոնարհեցնում ենք։ Ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, խորամանկությամբ չենք վարվում եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում։ Այսինքն Աստծո խոսքը չենք հարմարեցնում մարդկանց, որ բարձրանանք։ Ես չեմ քարոզում այն մասին, որ մարդիկ ուզում են լսեն։ Ես քարոզում եմ այն, ինչ Աստված է ինձ ասում ասա։ Ես ճշմարտություն եմ քարոզում։ Տեսեք, եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերը ընդունելի ենք անում ամեն մարդկանց խշմտանքին Աստծո առաջ։ Խոսում ենք մարդկանց մոտ, իրանց խիչնելը ասում ենք, ճիշտ ենք ասում, թե կեղծավորություն ենք անում, եւ այս ամենն անում ենք Աստծո առաջ։ Աստծո առաջ, Աստծուց վախենալով, որտեղ այդ Աստծուց ենք այս ծառայությունը ողորմություն որպես ստացել։ Այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք եւ խորամանկությամբ չենք վարվում, խորամանկությամբ վարվել, դա նշանակում է ամեն ինչ անել քո հեղինակության համար, բայց ցույց չտալ։ Բայց մտածել այդպես, այ որ ես սա արեցի, ինչ է մարդիկ ինձ ոնց ընկալեցին, լավ է, բարձրացավ հեղինակությունս, ինձ ճանաչեցի, տեսեք, սա
ավետարանի համեմատ մտածելակերպի բացակայությունն է։ Սա մարդկային մտածելակերպ է, օգտագործում ավետարանը, օգտագործում է Քրիստոսի անունը իր անձը բարձրացնելու կամ իր հարմարավետությունը ստանալու համար։ Նրա ամբողջ նպատակը իր կյանքը ձևավորելն է, օգտագործում է ավետարանը։ Նրա նպատակը Քրիստոսի մարմինը շինելը չի։ Այդ մասին ինքը կխոսա, բայց նրա նպատակը, նույնիսկ եթե Քրիստոսի մարմնի շինության համար մի բան էլ անում է իր հարմարավետության համար։ Իր կյանքն է դասավորում։ Սա իր հեղինակությունը։ Ուրեմն Պողոսը որպես Աստծո առաքյալ ունի ավետարանի համեմատ մտածելակերպ։ Մենք ոչինչ ենք, եւ այս մասին ինքը այլ հատվածներում է խոսում։ Ով ենք մենք։ Մեկը ջրեց, մեկը տնկեց, աճեցնողն Աստված է։ Ով եմ ես։ Ինձ մի նայեք որպես աճեցնողի։ Ով եմ ես, որ աճելը իմ վրա վերագրեմ։ Հիշում եք ես ասեցի, ամեն մարդ չմտածի ավելին, քան այն հավատքը, որ չափով Աստված նրան տվեց, այն պարգևը, որ Աստված տվեց, այդ պարգևի համեմատ էլ Աստված այդ անձին տալիս է մտածելակերպ, այսինքն քո ծառայությունը, քո այդ ծառայությունը, պաշտոնը, պարգևը, որով դու ծառայում ես Քրիստոսի մարմնի անդամներին եկեղեցուն, այն որոշակի բաժին է, այդ բաժնից որոշակի կարևորություն է իր տեղում, դրանից ավելին այն մի բարձրացրու, մի ասա որ ամենակարևորը սա է, առանց ինձ չի ստացվի։ Այսինքն առաջինը այս մարդիկ ունեն մեծ խանդ իրենց հեղինակության հանդեպ։ Այս մարդիկ կքարոզեն այն, ինչը մարդիկ ուզում են լսեն։ Այս մարդիկ չէին քարոզի այն, ինչը կարա իրենց հեղինակությունը ցածրացնել։ Եթե մեկը չի ուզում լսի այդ մասին քարոզ, այսինքն ունի սխալ վարդապետություն, դու այդ մարդու մոտ չես խոսում։ Հա, դե այդ մասի ես չեմ խոսում։ Ժպիտով համաձայնություն կտաս, որ նրա հետ համաձայնես։ Ինչի հանկարծ չլինի, որ այդ մարդու մոտ քո հեղինակությունը ընկնի մի քիչ, թող բարձր մնա։ Այսինքն բոլորի մոտ դու ուզում ես, որ բոլորի մոտ սա խորամանկություն անելն է, քո անձի արժեքը պահպանելու եւ բարձր քեզ պահելու համար։ Ինքը չի խոսում այն ինչ որ պետք է, խոսում է այն ինչ որ ինքը չի խոսում այն ինչ որ պետք է ասում, խոսում այն ինչ որ պետք է մարդկանց, հարմարեցնում է ամեն իր քարոզը մարդկանց, որպեսզի իրեն հեղինակություն վերցնի։ Սա այս հատվածը։ Մի խոսքով Պողոսը Աստծո խոսքի միջոցով դիվանագիտություն չի անում, չի բարձրացնում, չի խոսում այն ինչ որ մարդկանց դուր է գալի, խոսում է այն ինչ որ Աստված իրան հայտնել է եւ Աստված գնա եւ մարդկանց սա ասա։ Խոսում է ուղղակի այն, ինչը որ մարդկանց Աստծո հետ հարաբերություն կշտկի, ոչ թե այն, ինչ որ մարդկանց դուրն է գալի։ Սա առաջնայինը։ Մի խոսքով, այլ ճշմարիտ հայտությունով եւ մեր անձերը ընդունելի ենք անում, այսինքն մեր անձերի ընդունելությունը թողնում ենք ամեն մարդու խղճմտանքին։ Ինչպես, եթե ասենք ինքը սխալ վարդապետություն ունի, եւ ես նրան խոսում եմ ճիշտ վարդապետության մասին, ինչ եք կարծում, այդ մարդը ինձ ընդունելու է, ոչ, իմ ասածի վրա բարկանալու է, բայց իմ ասածը նրան կյանքում գործ է անելու։ Նա սկսելու է մտածել այդ, որտեվ ես իմ անձից չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը, եւ այդ ճշմարտությունը ի վերջո նրան օգտակար կլինի։ Այսինքն այստեղ ես իմ հեղինակությունը չեմ փնտրում։ Եթե իմ հեղինակությունը փնտրեմ, որպեսզի այդ մարդու դուրը գամ, ես այդ մասին նրան չեմ ասի։ Կժպտամ նրա ասածի վրա, իբր թե համաձայնեմ։ Տեսնում եք, բայց երբ որ ես նրան ճշմարտությունն եմ ասում, ես թողնում եմ, որ նրա խշմտանքը ինքը որոշի, ես կարևոր բան ասեցի, թե ոչ կարևոր բան ասեցի, ես ճիշտն ասեցի, թե սխալն ասեցի։ Այսինքն, այստեղ թողնում եմ նրա խշմտանքին, այլ մեր անձերը ընդունելի ենք անում ամեն մարդկանց խշմտանքին Աստծո առաջ։ Այսինքն, ես մի բան եմ ասում մարդկանց Աստծո առաջ, ինչ որ Աստված է ինձ ասել, եւ թողնում եմ իմ անձի բարձրանալը կամ ցածրալը նրա խշմտանքին։ Տեսնում եք, խորամանկություն չեմ անում։ Սիրելիներս, սա կամ կքանդի եկեղեցին, կամ կշինի եկեղեցին։ Դա հարաբերություն է։ Դուք այդպիսի մտածելակերպ չունենալով ավետարանի համեմատ, այսինքն Աստծո ողորմությունը չի շինե ձեր մտածելակերպը, ձեր մասին կարծիքը։ Դա ձերն է, այն կքանդի եկեղեցին։ Այն միշտ վեճեր կառաջացնի, որտեղ ձեզ չեն կարևորի, որտեղ ձեզ չեն արժեքավորի այդ ծառայության մեջ եւ դուք միշտ խանդում եք, ոնց թե, բայց այսքան ես արեցի, այս սա ամենակարևորներից մեկն է։ Մենք խոսեցինք ուղղակի առաջի հայտնության մասին, հեսա դե մենք մտածելակերպի մասին դեռ նորից խոսենք, բայց ժամանակը բավարար անցավ, որպեսզի չօգնեք, մյուս բաժնի մեջ նույնպես դեռ անդրադառնալու ենք ավետարանի համեմատ մտածելակերպին։
Երկրորդը, մարդ ով իր մասին մտածումը ավելի քան պետք է շեշտադրում անում իր դերի վրա։ Մենք առաջինը տեսանք խանդում է իր հեղինակության, հիմա երկրորդը շեշտադրում անում է իր դերի վրա, իր դերը ավելի կարևորելով, եւ մենք խոսենք ավելի խորը բաների մասին։ Սա չի նշանակում, որ նա ուղակի պարծենում է, ուղակի, բայց ինքը անում է շատ բաներ, որ այդպես մտածում է։ Մենք ավելի կանադարանք սա։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։